Երևանում կայացած Հայաստան-Եվրոպական միություն անդրանիկ գագաթնաժողովի ընթացքում կողմերը ընդունել են համատեղ հայտարարություն, որտեղ ԵՄ-ն վերահաստատել է իր անստասան հանձնառությունը սատարելու Հայաստանի ինքնիշխանությունն ու ժողովրդավարական բարեփոխումները։ Եվրոպական կողմը պաշտոնապես ճանաչել է հայ ժողովրդի եվրոպական ձգտումները, հիմնվելով 2025 թվականի մարտին ընդունված ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի վրա։ Տնտեսական եւ ենթակառուցվածքային առումով գագաթնաժողովը ամրագրել է զգալի ձեռքբերումներ։ Գլոբալ դարպասներ ծրագրի շրջանակներում ԵՄ ներդրումները նախատեսում է հասցնել 25 միլիարդ եվրոյի, 270 միլիոն եվրո արժողությամբ դիմակայունություն եւ աճ ծրագիրն էլ կշարունակի խթանել սոցիալ-տնտեսական բարեփոխումները։ Բացի այդ, կողմերը մեկնարկել են բարձր մակարդակի տրանսպորտային երկխոսությունը եւ ողջունել ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը։ Անվտանգային ոլորտում կարևորվել է եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին տրամադրված 30 միլիոն եվրոյի աջակցությունը եւ համագործակցությունը կիբերպաշտպանության ու հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում։ Բլումբերգի ուղիղ հարցին ուղիղ պատասխանելուց խուսափել է Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողի այն հարցին, թե վերընտրվելուց հետո Հայաստանը պատրաստ է պաշտոնապես դիմել Եվրամիության անդամակցության համար եւ դուրս գալ ԵԱՏՄ-ից, Փաշինյանը նախ շատ երկար խոսել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին, չնայած հարցը դրա մասին չէր, ապա վերջում մեղմ ասած շրջանցող պատասխան տվել։ Այս ոլորտում ահռելի պոտենցիալ կա, որը իմ կարծիքով արդեն գտնվում է իրագործման փուլում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների տեսակետից, եւ ես համոզված եմ, որ այդ ուղղությամբ մենք շատ լուրջ ռազմավարական նշանակության նախագծեր ենք իրականացնելու։ Այսօր մենք առիթ ունեցել ենք այդ նախագծերի հայեցակարգը քննարկել եւ արձանագրել, որ ունենք ընդհանուր ըմբռնում, որ մեզ պետք է շարժվել հենց այդ ուղղությամբ։ Երևան Եվրոպական միություն գագաթնաժողովի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն էներգետիկ ոլորտում լուրջ համատեղ ծրագրեր ունի Եվրոպական միության հետ։ Քանի որ Հայաստանն ունի անսահմանափակ արևային էներգիայի ռեսուրսներ, բայց չունի կուտակիչ համակարգեր, որոշել է օգտվել ԵՄ-ի ծառայություններից։ Նոր ժամանակներում պարզվել է, որ Հայաստանը ունի անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ, որովհետև Հայաստանում մենք ունենք տարածաշրջաններ, ռեգիոններ, որտեղ արևային օրերի քանակը գերազանցում է 300-ը, սա նշանակում է, որ արևային էներգետիկայի զարգացման անսահման հնարավորություններ կան մեր երկրում։ Այն, ինչը մեզ պակասում է, կուտակիչ կայաններն են, եւ ես շնորհակալ եմ Եվրամիության մեր գործընկերներին, կուտակիչ կայանները Հայաստանում զարգացնելու ուղղությամբ մեզ աջակցելու պատրաստակամության համար։ Մասնագետները բազմիցս հայտարարել են, որ արևային էներգիան չի կարող այլընտրանք լինել ատոմակայանին։ Այսպիսով կարելի է ենթադրել, թե ինչու էր վարչապետ Փաշինյանը հայտարարում, թե Հայաստանում արևային էներգիան ավելի հզոր է, քան ատոմակայանը։ Այժմ պատմականորեն Հայաստանի պահն է։ Երևանյան երկխոսություն երրորդ միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի առաջնորդը բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների քաղաքական խիզախությունը ուղղված տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը եւ ժողովրդավարական բարեփոխումներին։ Մակրոնը ընդգծել է, որ Հայաստանի ընտրած ճանապարհը հիմնված ինքնիշխանության եւ իրավունքի գերակայության վրա ապացուցել է, որ բարգավաճումը հնարավոր է նաեւ առանց կայսերական հովանավորչության։ Շատերը երկար ժամանակ մտածում են, որ Հայաստանի ճակատագիրը միայն հնարավոր է Ռուսաստանի հովանավոր թևի ներքո։ 2020 թվականի պատերազմը, այն ինչ որ դուք ապրեցիք, այն ողբերգությունը, որ շատ ընտանիքներ վերապրեցին, տեսան, որ դա այն հովանավորությունը չէ, ինչպիսին որ շատերը պատկերացնում էին։ Տեսանք, որ Ռուսաստանը Հայաստանին եւ հասկացանք, որ այդ երազանքները իրականություն չեն։ Ինձ զգում եմ ինչպես տանը, այսպես է արձագանքել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլեչը Երևանում լրագրողի հարցին։ Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հստակ ժամկետների վերաբերյալ հարցին, թուրք պաշտոնյան նշել է, որ սահմանը բացելու որոշումն արդեն կայացված է եւ այն կիրագործվի, երբ ձևակերպումներն ավարտվեն։ Քլեչի խոսքով շինարարական աշխատանքները գրեթե ավարտված են, սակայն դեռևս կան որոշակի տեխնիկական ու բյուրոկրատական հարցեր։ Մյուս հարցին,
թե արդյոք Թուրքիան ունի քաղաքական կամք սահմանը բացելու համար, ՔԼՉ վստահեցրել է, որ պաշտոնական Անկարան իր քաղաքական կամքի մասին հայտարարել է դեռևս 2022 թվականի օգոստոսին, այդուհանդերձ նա հրաժարվել է որևէ հստակ կանխատեսում անել բացման ժամկետների վերաբերյալ, նշելով, որ չի ցանկանում մոլորեցնել հանրությանը։ Sorry, how you feel in Armenia? At home. Oh. At home, I should say. Երևանյան երկխոսություն 2026 միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներ, հայտնել են ադրբեջանական գործակալությունները, նշելով, որ դրանց թվում են ադրբեջանցի քաղաքագետներ Ֆարհադ Մամեդովը, Ռուսիֆ Հուսեյնովը եւ Զաուր Շիրիևը։ Նրանք խաղաղության կամուրջ նախաձեռնության մասնակիցներ են։ Նույն նախաձեռնության շրջանակում Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանազատված հատվածով Հայաստան էին ժամանել այս տարվա փետրվարի 13-ին։ Ռուսաստանի մի շարք շրջաններում տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակում, ինչի հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է խորը հարված գործողության շրջանակում F-5 Ֆլամինգո թևավոր հրթիռների մարտական կիրառման մասին, որոնք նրա խոսքով հաղթահարել են ավելի քան 1500 կիլոմետր հեռավորություն, թիրախավորելով Չեբոքսարի ռազմաարդյունաբերական օբյեկտները։ Չուվաշիայում անորոշ ժամկետով դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, քննարկվում է հանրապետական մակարդակով արտակարգ դրություն հայտարարելու հարցը, բացվել են օպերատիվ շտաբ եւ ժամանակավոր կացարաններ, որտեղ տուժածներին օգնություն են ցուցաբերում։ We have a war right now and Իրանի դեմ պատերազմը կարող է տևել եւս 2-3 շաբաթ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ we're in Iraq. Ես դա անվանում եմ փոքր պատերազմ, մենք կատարել ենք մեր առջև դրված խնդիրների մեծ մասը, հավանաբար մնացել է եւս 2, գուցե 3 շաբաթ, ժամանակը մեզ համար վճռորոշ նշանակություն չունի։ Թրամփը նաև նախազգուշացրել է, որ Իրանի նավթային ենթակառուցվածքներին կարող է հսկայական վնաս հասցվել արդյունահանման դադարեցման պատճառով։ Ըստ նրա իրավիճակը պայթյունավտանգ է, քանի որ ստորգետնյա արդյունահանման կտրուկ կանգը գրեթե 100% դեպքերում հանգեցնում է համակարգի ոչնչացման, ինչից հետո հնարավոր կլինի վերականգնել պաշարների միայն 30-ից 40%-ը։ Ըստ Բլումբերգի Իրաքն արդեն կրճատել է նավթի արդյունահանումը։ Դրա պատճառը պահեստարանների գերձառնաբեռնվածությունն է եւ Հորմուզի նեղուցով արտահանման խնդիրները, որոնք առաջացել են Իրանի շուրջ հակամարտության հետևանքով։ Չնայած մատակարարումների մի մասն իրականացվում է Թուրքիայի տարածքով անցնող խողովակաշարով, դրանց սաբալները զգալիորեն զիջում են նախկին ծովային փոխադրումներին։ And I'm going to go see President Xi in 2 weeks. I look forward to ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է, թե կարող է Սպիտակ տունը լքել միայն 8 կամ 9 տարի հետո։ Ըստ ԱՄՆ սահմանադրության նախագահը չի կարող ընտրվել 2 ժամկետից ավելի։ Թրամփը հայտնել է, որ 2 շաբաթից կհանդիպի Չինաստանի առաջնորդ Սի Ցինփինի հետ։ Նրա այցը Չինաստան նախատեսված է մայիսի 14-ից 15-ին։ Այն դեռ պետք է կայանար մարտին, սակայն հետաձգվել էր ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության պատճառով։